Եգիպտոսի պաշտոնյաները հույս ունեն, որ նորաբաց հսկայական թանգարանը կարագացնի զբոսաշրջության ոլորտի վերածնունդը, որը տասնամյակից ավելի բազում խոչընդոտների էր հանդիպել ներքին խռովությունների, համավարակի եւ տարածաշրջանային հակամարտությունների պատճառով։ Պաշտոնյաները կարծում են, որ միայն մեծ եգիպտական թանգարանը կամ ջեմը կարող է բացվելուց հետո տարեկան մինչև 7 միլիոն լրացուցիչ այցելու ներգրավել երկիր, ինչը կօգնի այցելուների ընդհանուր թիվը 2030 թվականին հասցնել մոտ 30 միլիոնի։ Գիզայի բուրգերին նայող 500,000 քառակուսի մետր տարածք զբաղեցնող շենքը տեղավորում է տասնյակ հազարավոր արտեֆակտներ, այդ թվում այն, ինչը համարվում է Թութանհամոն փարավոնի գանձերի ամբողջական հավաքածու, որոնցից շատերը ցուցադրվում են առաջին անգամ։ Թանգարանում տեղակայված է հսկայական հավաքածու, որը նախկինում պահվում էր պահեստում, ցուցադրական տարածքի պակասի պատճառով։ Նոր թանգարանը ներառում է գրավիչ ցուցանմուշներ եւ վիրտուալ իրականության սարքեր, ի տարբերություն Կահիրեի կենտրոնում գտնվող եգիպտական հին թանգարանի։ Եգիպտոսը, որը բազմիցս օգնության կարիք է ունեցել իր տնտեսությունը կայունացնելու համար, զբոսաշրջությունից հավաքած գումարն օգտագործում է կարևոր ներմուծված ապրանքների համար վճարելիս, դրանցից են վառելիքը եւ ցորենը։ Անցած տարի Եգիպտոսն ունեցել է 15.7 միլիոն այցելու, որոնք ըստ պաշտոնական տվյալների ծախսել են ռեկորդային 15 միլիարդ դոլար։ 2015-16 թվականներին զբոսաշրջությունը կտրուկ անկում էր ապրել, հասնելով 3.8 միլիարդ դոլարի, քանի որ 2011 թվականի Եգիպտոսի ապստամբությունից հետո երկարատև քաղաքական խառնաշփոթ էր տիրում երկրում։ Մոսկվայի մետրոն երկու ծանրաբեռնված կայարանում տեղադրել է ձայնամեկուսացված խցիկներ, որպեսզի մարդիկ կարողանան կատարել շտապ զանգեր առանց մյուս ուղևորների աղմուկի կամ գնացքի գծերի վրա անիվների ճռռոցի։ Ես հեռավար եմ աշխատում, ուստի երբեմն ստիպված եմ աշխատել այստեղ եւ հիմա, այնպես որ եթե ունեմ որևէ անհետաձգելի գործ, նման տաղավարը, որտեղ կարող եմ պատկերացնել, թե գրասենյակում եմ, իսկապես կարող է օգնել։ Սա լավ հնարավորություն է, որը մի օր անպայման կօգտագործեմ։ Մոսկվայի մետրոյի հայտնի շքեղ կայարանները Խորհրդային Միության կոմունիստ ղեկավարների կողմից 1930-ականներին մտահղացվել են որպես պալատներ, որոնք հասանելի են սովորական աշխատող մարդկանց։ Շատերը զարդարված են գունագեղ խճանկարներով, նուրբ բարձրաքանդակներով եւ բյուրեղապակյա ջահերով։ Սակայն դրանք նաև աղմկոտ մարդաշատ կենտրոններ են, որոնք սպասարկում են ավելի քան 13 միլիոն բնակչություն ունեցող քաղաքը։ Ուստի Կոմսոմոլսկայա եւ Նիժեգորոդսկայա կայարաններում տեղադրված խցիկները երկուսն էլ բանուկ կայարաններ են, ողջունելի նորամուծություն են շատ ուղևորների համար։ Իհարկե, այս խցիկներում կարելի է ոչ միայն հեռավար աշխատել, այլև մի փոքր հանգստանալ աղմուկից, հեռախոսով զրուցել։ Մոսկվացիներին հաստատ լռության մի քանի րոպեներ պետք կգան որևէ կարևոր բանով զբաղվելու համար։ Խցիկները պետք է նախապես ամրագրվեն սմարթֆոնի հավելվածի միջոցով։ Այնտեղ կարելի է նաև գադջետներ լիցքավորել։ Քաղաքային իշխանությունները նախատեսում են ավելի շատ խցիկներ տեղադրել այլ կայարաններում։ Մանհեթենի վերին East Side-ի մի թաղամասում Lego ծաղիկներով ծածկված հարկաբաժինը դարձել է Հելլոուինի անսպասելի տեսարժան վայր։ Հարթակի դեկորը վիրուսային է դարձել TikTok-ում, որտեղ դրա ստեղծող Քրիստի Հեմրիկն ընտանեկան զբաղմունքը վերափոխել է սեզոնային արվեստի։ Հեմրիկն ասել է, որ գաղափարը սկսվել է 2 տարի առաջ, երբ իր տան շուրջը փայտամածներ են տեղադրվել։ Դա իսկապես տգեղ էր, եւ ես խնդրեցի ամուսնուս, որ մենք կարողանանք մեր տունը գեղեցիկ դարձնել եւ մի քանի ծաղիկ դնել, եւ դա էլ արեցինք։ Այս տարի Հեմրիկը մայրերի օրվա ցուցադրության վառ գույները փոխարինել է նարնջագույն, սև եւ նույնիսկ աչքի կտորներով, Հելլոուինին համապատասխան։ Մենք Lego հնարք արեցինք մայրերի օրվա համար։ Այդ ժամանակվանից ի վեր մարդիկ դիմել են ինձ ասելով. «Խնդրում եմ, վերադարձրեք Lego-ն»։ Ահա թե ինչու մտածեցինք, որ Հելլոուինից լավ առիթ չկա դա անելու համար։ Նախագիծը կյանքի է կոչվել մոտ 1 շաբաթվա ընթացքում եւ հեռվից նման է ավանդական սեզոնային զարդարանքի։ Քրիստիի խոսքով տարբերությունը տեսնելու համար պետք է շատ մոտենալ։ Տան դրանշեմի աստիճանները դարձել են Հելլոուինի ավանդույթ ամբողջ քաղաքում, որտեղ մուտքի աստիճանները հաճախ ծառայում են նաև որպես հանրային բեմեր։ Հեմրիկի ստեղծագործությունը միացել է մոտակա տները զարդարող կմախքների, կախարդների եւ հսկա սարդերի շարքին։ Պրիշտինայի արջերի ապաստարանում Հելլոուինի տոնը նշել են նաև 19 փրկված շագանակագույն արջերը։
Ապաստարանի աշխատողները դդումներ են փորագրել եւ շագանակներ լցրել անտառում սեզոնային խնջույքի համար։ Տոնակատարությանը մասնակցող արջերի թվում են Էման, Օսկան եւ Ռոնը, եռյակ ուրախ քույր եղբայրներ, որոնք անբաժան են 2014 թվականին փրկվելուց ի վեր։ Կոսովոյի լեռներում ծնված քույր եղբայրներին փրկել է կենդանիների պաշտպանության Four Paws խումբը, երբ նրանք ընդամենը 1 ամսական էին։ Իշխանությունները միջամտել են իմանալով, որ ձագերին վաճառել եւ որպես ընտանի կենդանիներ պահել է 2 ընտանիք։ Ապաստարանի այցելուները հետևել են, թե ինչպես են արջերը որսում խնձորով եւ գազարով լցված դդումները։ Ապաստարանի աշխատակիցները բացատրել են, որ այս գործունեությունը նպաստում է կենդանիների բնական վարքագծի խթանմանը։ Մեզ շատ դուր եկավ այնինչ տեսանք, մեզ դուր եկավ բնապատկերը, դուր եկան արջերը։ Ես կասեի, մեզ համար պարտադիր է պարբերաբար վերադառնալ այստեղ, եւ այսօր իհարկե զարմանալի է, քանի որ մենք իսկապես տեսանք ինչ-որ յուրահատուկ բան, որը կարծում եմ մոտ ապագայում չենք տեսնի։ Սա իսկապես հաճելի փորձառություն էր։ Պրիշտինայի մոտ գտնվող Մրամորի անտառապատ բլուրներում տեղակայված ապաստարանը բացվել է 2013 թվականին եւ զբաղեցնում է 16 հեկտար տարածք։ Հիմնադրվելով Four Paws-ի եւ Կոսովոյի կառավարության կողմից այն անվտանգ ապաստան է տրամադրում Կոսովոյում եւ Ալբանիայում գերությունից փրկված արջերի համար, թույլ տալով նրանց թափառել, կերակրվել եւ ձմեռել այնպես, ինչպես բնությունն է նախատեսել։ Վառ կապույտ երկնքի ֆոնին հարյուրավոր օդապարուկներ են սահել Քեյփթաունի վրայով, Յանգսֆիլդի ռազմական բազան վերածելով գույների եւ հույսի կտավի։ Իրականում Քեյփթաունի օդապարուկների միջազգային փառատոնն ավելի խոր ուղերձ է կրում։ Այն է հոգեկան առողջությունը կարևորը։ Քեյփի հոգեկան առողջություն կոչվող կազմակերպության հիմնած ամենամյա միջոցառումը, որն այժմ անցկացվում է 31-րդ անգամ, օգտագործում է օդապարուկներ թռցնելու համընդհանուր ուրախությունը, լուսաբանելու հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների մարտահրավերներն ու քաջությունը։ Միջոցառմանը ներկայացված են տարբեր ձևերի եւ չափսերի օդապարուկներ, թռչող խոզերից մինչև հսկա պանդաներ եւ կոյի ձկներ, որոնք պատրաստել էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած էնտուզիաստները։ Հարավաֆրիկացի օդապարուկ թռցնող Մարի Ուեար Լեյնը հպարտությամբ ներկայացրել է իր ձեռագործ խոզ օդապարուկը։ Երբ դուք օդապարուկ եք պատրաստում եւ այն սանձում եք, փորձնական թռիչք եք կատարում եւ այն թռչում է առաջին անգամ, գիտեք, որ ճիշտ եք կառավարում այն։ Օդապարուկ թռցնել պետք է շատ սիրեք, որպեսզի զբաղվեք դրանով։ Դա այնքան էլ հեշտ գործ չէ։ Երբեմն երբ քամի չի լինում, ստիպված ես լինում շատ վազվզել, բայց միևնույնն է, վերջում քեզ շատ բավարարված ես զգում։ Միջոցառումից ստացված հասույթը օգնում է ֆինանսավորել անվճար ծառայություններ, որոնք ամեն տարի աջակցում են Քեյփթաունի գրեթե 70,000 երեխաներին ու մեծահասակներին, ներառյալ խորհրդատվությունը, հոգեկան առողջության կրթությունը եւ վերականգնողական ծրագրերը։ Աշխարհի տարբեր ծայրերից ռակլետ պանրի տեսակի սիրահարները հավաքվել են շվեյցարական Մորժեն գյուղում մասնակցելու ռակլետի աշխարհի առաջնությանը, որն անցկացվել է 2-րդ անգամ։ Այստեղ գնահատվել է պանրի ավելի քան 150 տեսակ։ 13 երկրից պանրագործներ մրցել են աշխարհի լավագույն ռակլետի տիտղոսի համար, որը դարեր առաջ ծնված ավանդական շվեյցարական ուտեստ է, երբ լեռնային հովիվները կրակի մոտ տաքացնում էին պանրի գլուխը եւ քերում հալված շերտը, առատ եւ համեղ կերակուր պատրաստելու համար։ Ժյուրիի սենյակում մթնոլորտը հանգիստ եւ կենտրոնացված է։ Պանիրները գնահատվել են ընտրական փուլում, հանրության եւ ոլորտի մասնագետ ժյուրիի անդամների մասնակցությամբ։ Ժյուրիի անդամները խոստովանել են, որ նախ գնահատում են պանրի տեսքը, ապա կառուցվածքը։ Ժյուրիին թե եւ խնձոր են մատուցել համտեսների միջև ընկած ժամանակահատվածում քիմքը մաքրելու համար։ Մրցույթի նպատակն է խթանել պանրի արտադրությունը եւ գտնել ռակլետի պատրաստման համար լավագույն պանիրները։ Մարոթ Հարվերդյան, Այլ լուրեր։